Բարի լույս իմ սիրելի հետևորդներ եւ հետևորդուներ ջան։ Նենց եմ նստել ոնց որ են որ բանը այդ առաջին ալիքի հաղորդավարուհին։ Բարև ձեզ սիրելիներս, այսօրվա լուրերն են։ Ինչպես եք հուսով եմ որ ամեն ինչ նորմալ է։ Ճիշտ ասած որոշել էի որ պատասխանել ձեր հարցերին եւ ամենակարևորը սկսեմ առաջին հարցից, ով երբ էր Արմինեն ինձ տվել էր 2 օր առաջ, 2-3 բլոգ առաջ։ Ճիշտ ասած շատ հետաքրքիր թեմա է եւ շատ հետաքրքիր խոսելու նյութ է եւ ինձ թվում է բոլոր կանանց սա հետաքրքրում է եւ տղամարդկանց նույնպես։ Մեր Արմինեն ինչքանով հասկացա բնակվում է Ռուսաստանում եւ ինձ հարց էր տվել Անահիտ, կարող ես ասել ֆրանսիացիների մենտալիտետի մասին կանանց, արդյոք Ֆրանսիայում է Ռուսաստանի նման մատրիարխ եւ աշխատում են, կառավարում են ֆինանսը եւ այլն եւ այլն։ Գիտես Արմինե ջան, ես դու խոսամ, ես շատ երկար մտածեցի եւ մի անգամից այսինքն իմ շրջապատով անցա։ Դե բնականաբար բոլորը գիտեք, որ ես բավականին շատ ծանոթություններ ունեմ եւ իհարկե աշխատանքի բերումով շատ հիմնականում 99.9% ֆրանսիացիներ են կարող եմ ասել 100% եւ ես շատ եմ շփվում իրենց հետ եւ այդ ֆրանսիացիների մեջ կան նաեւ օտար երկրացիներ եւ ճիշտ ասած աչքիս տակով նայում եմ եւ տեսնում եմ թե ոնց նախքան բլոգը սկսելը ես կցանկանամ որ տղամարդիկ հանկարծ չվիրավորվեն որովհետեւ ես ասեմ ես շատ ֆեմինիստ եմ բնավորությամբ եւ ճիշտ կողմը ֆեմինիստի ինչ որ ճիշտն է ասում եմ ճիշտ ինչ որ սխալն է ասում եմ սխալ մեր կանանց մոտ բացակայում է ֆիզիկական ուժը ես ասել եմ որ մեքենան վարելուց կանայք այո ըստ տոկոսային հարաբերությամբ կանայք ավելի զգուշ են վարում քան տղամարդիկ որտեղ կնոջ մոտ կա մի զգայարան, դա կոչվում է մայրական զգայարանը, որը որ ինքը ավելի շատ ոտը դնում է արգելակի վրա եւ զգուշ է ավելի վարում, բայց ինչը վերաբերում է ռեֆլեքսին, ռեակցիային, կողմնորոշման, պարկինգ անելու, հետ տալու մեքենան, դե բնականաբար տղամարդիկ ավելի ուժեղ են, եկեք ճիշտը խոսենք, իհարկե կան կանայք 1000-ից 1, որոնք որ ավելի լավ են մեքենա վարում, քան որոշ տղամարդիկ։ Դա չափանիշ չի, բայց տոկոսային հարաբերությունով դա ավելի ճիշտ բան եմ ձեզ ասում։ Հիմա անցնենք Արմինե ջան, բուն իմաստին ձեր հարցին։ Հարցը բավականին հետաքրքիր է։ Ասեմ ձեզ, որ ինչպիսին են ֆրանսիացիների մենտալիտետը։ Ընդհանրապես աշխարհում թող ոչ մեկ իրենց գլուխը չգովա, ոչինչ ազգ իր գլուխը չգովա, դա կլինի օրիենտալ երկրներում, որտեղ որ տղամարդն է բնականաբար չեմ անցնում էքստրեմների որոշումը, բայց հիմնականում 70%, 70 չեմ կարող տոկոսային ասել, մատրիարխ է։ Ժողովուրդ ջան, դա չի նշանակում, որ տղամարդը ինքը բերում է, մեր հայ տղամարդիկ բերում են տունը եւ այլն, բայց ինչ որտեղ ֆինանսի հետ չի խոսքս վերաբերվում, կնոջ վերջին խոսքը կնոջն է, թեկուզ կինը ցույց չի տալիս, որ տղամարդը սխալ է, բայց վերջում կնոջ խոսքն է։ Եկեք ծուրը նստենք, դուզը խոսանք։ Կինն է որոշում ճաշը, կինն է խոհանոցում, կինն է ամբողջ տանտունը տան մեջ կառավարում եւ այլն, եւ բնականաբար երբ որ կինը խոհանոցում է, ամուսինն ասում է բեր սա, մեր մոտ գիտեմ հայ կանայք կան, որոնց արևտուրը գնումները տղամարդն է անում, որովհետեւ այդպես է ձևը։ Հիմա անցնենք Ֆրանսիայում։ Ֆրանսիայում ընդհանրապես կառավարման տեսակը տարբեր է։ Սկսենք ֆինանսից։ Ասեմ ձեզ, որ Ֆրանսիայում 70% երևի իրենց ֆինանսը առանձին է։ Տղամարդունն առանձին, կանանց առանձին, բայց իրենք ունեն մի հաշիվ, որ երկուսը փող են դնում իրենց աշխատավարձից։ Ինչու եմ ես դա ասում, որովհետև ես երբ որ գալիս եմ իմ մոտ գնումների, չեքի վրա գրված է, ասենք, տիկին եւ պարոն, այսինչ, բայց հիմնականում նաև ունեն տիկին,
Եվ երբեմն որ շատ գնումներ են անում, իրենք գնում են կեսը տիկին պարոնից, կեսը ինքը իրանից է տալիս։ Այսինքն գալիս եք այն եզրակացությամբ, եւ ես դա գիտեմ 100%, որ բոլոր ֆրանսիական 80% ընտանիքներում, մանավանդ հիմա, իրենք ունեն իրենց բյուջե, բայց նաև ունեն նաև մի հաշիվ։ Այսինքն այստեղ արդեն գնաց ֆինանսը, որ ֆինանսը իրենք երկուսն են կառավարում։ Իրենց ընդհանուր բյուջեն կառավարում են երկուսով։ Բայց ինչ վերաբերում է կնոջ մենտալիտետների մոմենտը, այո, վերջին խոսքը կնոջն է։ Այսինքն կինն է ասում այսպես, այնպես։ Ասեմ, որ տարբերությունը ֆրանսիացիների եւ ռուսների եւ հայերի եւ օտարերկրացիների մեջ ֆրանսիացիները մի քիչ ավելի, ոնց ասեմ, ֆինանսի տեսակետից մի քիչ ավելի բռնող ազգ են։ Իրանք իրենց հաշիվը գիտեն, հենց մանկուց իրենք ծնվում են, մանկուց իրենք սովորեցնում են, որ դու պիտի այսքան ծախսես, ես քեզ այսքանից ավել չեմ տալիս եւ այլն եւ այլն։ Անկամ խոսք ծիծաղով, կատակով երբեմն որ տղայիս վրա ջղայնանում է, ինձ շուռ էր գալիս, ասում եմ, մամ, չդառնա ֆրանսիացի մամա։ Հասկացեք ինչ եմ ասում։ Իսկ ինչ վերաբերում է ֆինանսը թողնենք մի կողմի վրա։ Ֆինանսը հասկացաք թե ոնց է լինում։ Հիմնականում տղամարդն է թե կինը իրենց հաշիվը ընդհանուր երկուսն են կառավարում, բայց ամեն մեկն ունի իր հաշիվը։ Թղթաբանությունը, թղթերի մոմենտով, եթե վերցնենք իմ ամուսնու նման, եթե իմ ամուսնու նման լինեին բոլոր ֆրանսիացիները, բնականաբար մատրիարխ է, որովհետև կինն է, ես եմ ամբողջ թղթերն անում։ Բայց ասեմ ձեզ, ես այդ գլխով ուղեղով գնում եմ դեպի մի քիչ, մատրիարխ է, կանայք շատ են վերցնում իրենց վրա, Ֆրանսիայում են կանայք վերցնում իրենց վրա։ Իհարկե կան շատ տղամարդիկ կանայք, որոնք չեն հասկանում թղթերից, բնականաբար ամուսին է, բայց իմ տարիքային մարդկանց մոտ եւ 40-50 այդ տարիքում ես որտեղ որ ապրում եմ, ժողովուրդ, սա մայրաքաղաքը չի, սա ավելի, ինչ ասեմ, գյուղատնտեսական հիմնականում գյուղատնտեսությունն է զարգացած եւ արհեստավորները։ Երբ որ գյուղատնտեսներին եւ արհեստավորների կանայք իրենց ամուսինեն առավոտ գնում երեկոյան գալիս են, բնականաբար ամեն ինչը ով է անում կինը։ Գնումներ, սնունդի խանութ, զգեստը շոր եւ ամեն ինչ, տուն, տեղ, մաքրություն, բյուջե, բոլոր թղթաբանությունները, երեխայի հարցերը, տանել սպորտի բերել այս կողմ են կողմ, բնական է։ Իսկ կան այստեղ մարդիկ, ովքեր որ իրենց կանանց հետ իրենք աշխատում են մինչև 5-5:30 գալիս են տուն եւ այդ ամեն իրենք անում են միասին։ Քիչ կան, բայց կան։ Ես օրինակ իմ տղան, իմ հարսիկիս հետ գնում են իրար հետ գնումներ են կատարում եւ այլն, արդեն այդ պակալենյան ուրիշ է։ Բայց ինչ վերաբերում է վերջում, էլի թուղթը մնում է կնոջը, որտեղ երբ որ տղամարդը մի բան է անում, առանց կնոջն ասում է մի հատ այլ դու ես դու գիտես ոնց է։ Ժողովուրդ ջան, սիրելիներս, ներող լինեն տղամարդիկ։ Կնոջ ուղեղը այդ տեսակետից ավելի ճկուն է։ Կինը, երբ որ մայրը երեխա է ունենում, հղիանում է եւ մայրանում է, կինը դառնում է մի հատ ինչ ասեմ, մի փոխում դառնում է մի հատ ուժ է մտնում այդ մարդու մեջ, չեք զգացեք կինը մայրանանալուց հետո փոխում է, երբեմն մեր Հայաստանում մի հատ խոսք կա, չի ասում է հենց երեխա ունեցավ ոտը տեղ արավ, ոչ, երեխա որ կինն ունենում է, ինքը իր մոտ սկսում է պատասխանատվության զգացումը ավելի շատանալ, եւ այդ պատասխանատվության զգացումը նաեւ շարունակվում է ամբողջ տարածվում է իր ընտանիքի կառավարմանը։ Հայաստանում չգիտեմ ոնց, բայց ինձ թվում է բյուջեի ֆինանսական բյուջեն շատ սխալ եմ համարում, ես ներող եղեք, որ տղամարդն է կառավարում։ Ընդհանրապես բյուջեն պետք է կառավարի կինը։ Բացառությամբ, եթե կինը բավականին ծախսող է, բայց ինչքան էլ ծախսի, սիրելիներս, կինը գիտի, որ ինքը այսօր որ տվեց լրիվ այդ փողը ծախսեց, վաղը մյուս օրը ուտելիք չի ունենալու, երեխաները սոված են լինելու։ 1, 2, 3 պետք է տղամարդը թողնի, կինը մի քիչ կառավարի, այսինքն աշխատավարձը ես գիտեմ, որ շատերը գիտեմ, տղամարդը գալիս է տուն, ինքն իր աշխատավարձն իր մոտ է, կնոջն իր մոտ է։ Սա ֆրանսիական ոչ, ինչ ասեմ, կողքից լավ չեն նայում այս Ֆրանսիայում այդպիսի ընտանիքների,
որ իրենք իրանց հիմնական բյուջեն չունեն։ Տեսնում եք, ես ասեցի, չէ, տղամարդը թեկուզ ասենք 2000 տղամարդն ամուսինն է ստանում 2000 կինը։ Իրենք 1000 դնում են բյուջեին, մտածելով ինչքան պիտի ծախսեն, կամ խոսքի 1500-500-ը թողնում են իրենց հաշիվների վրա, իրենց անհատական, իրենց հաճույքի համար կամ թեկուզ հավաքում են ամեն մարդ, որովհետև չգիտեն իրանք ոնց է լինելու իրանց կյանքը։ Բայց իրենք հաշվում են, որ պետք է ով օգտագործի կինը։ Կինը պետք է գնա առևտուրանի, որովհետև կինն է ճաշը պատրաստում։ Եթե ընտանիքում կինն է կա, որ տղամարդն է պատրաստում, տղամարդն է գնում գնումներ անի։ Այսինքն դուրս եկա, որ ամեն տեղ, որ ուզում եք իմանաք, սիրելիներս, մատրիարխ է։ Եվ ես կցանկանայի, իհարկե, որ մեր Հայաստանում էլ իմանայի, որ մեր Հայաստանում էլ է այդպես, որ բյուջեն մեկ է եւ իրենք երկուսի հաշիվները մեկ է։ Ես մի քանի բլոգերների sense ձերքի տակսս նայել եմ, ուղղակի շատ հաճախակի չեմ նայում, զգացել եմ, որ այդ մարդկանց տունն էլ է այդ նույն ստրուկտուրան։ Այսինքն իրենք ունեն մի բյուջե, իրենք գնումներ են անում, իրենք էս են անում, են անում։ Մեր մոտ դա է, որ կինը իր փողը ստանում է, դե մեծ գումարներ չի, եթե իհարկե ամուսինը այնքան գումար է ստանում, որ կնոջ այդ մի փոքր գումարն ասում է պահի էդի քեզ գրպանի փող։ Բայց բնականաբար սիրելիներս, ես չգիտեմ Հայաստանում ոնց է այսօր, Ռուսաստանում բնականաբար միշտ է այդպես եղել, Ֆրանսիայում շատ ճիշտ ձևով են կառավարում իրենց ընտանիքի բյուջեն եւ ընտանիքի ստրուկտուրան։ Հիմա շատերը կմտածեն, որ այդպես չի, իրենք ոչ սիրելիներս, ես ել եմ ձեզ ասում, Հայաստանից եկած մարդիկ, ովքեր բնակվում են օտար երկրում, գիտեմ, որ 80%-ը չեն շփվում ֆրանսիացիների հետ։ Ես ինչու եմ դա ասում, արդեն ես ամուսնացել եմ ֆրանսիացի տղամարդու հետ, ես ունեի կեսուց կեսած ֆրանսիացի, ես շփվել եմ իմ ընկերների, ամուսնուս ընկերուհիների հետ, ես շփվել, բացի նրանից բասկետբոլի այդ իմ սիստեմում ես մտել եմ և առաջին օրվանից տեսել եմ, թե դրանք ոնց են կառավարում, դաժե մի հատ աղջիկ կար, չեկի հետևը գրում էր 1 կաթ, 2 ձու ու գները գրում էր, որ ինքը իմանար, որ ամսվա վերջում իրեն ինչքան է մնացել ապրելու, որովհետև իրենց ծնողները 18 տարեկանից ասում են գնա դու tu te débrouilles toute seule, ինքդ քո կառավարի, բայց ելի եմ ձեզ ասում, 93 թվականներին ես որ եկա, ես ուղղակի ապշած էի մնացել, այդ ստրուկտուրա, այդ միջոցը, որ ծնողները ուղարկում էին ու իրանք մտածում են դու ինքդ գնա քո կառավարի, բայց այսօր ավելի ազատ են, որովհետև այդ պակալենիայի կանայք, իրանք տեսել են այդ դժվարությունը, այսօր իրանք իրենց երեխաներին օգնում են մինչև վերջ, իհարկե 60-50% է երևի կարող եմ ասել, ուսման փող, գրպանի փող եւ այլն եւ այլն։ Իսկ ինչի վերաբերվում է մենտալիտեի, ֆրանսիացիների մենտալիտեի մատրիարխ, այո, կառավարող են, վերջին խոսքն իրենցն է, երբ որ սա օրինակ ես չեմ հավանում, բայց սա իրենց կուլտուրան է, տղամարդը պետք է հավասար իրենց հետ աշխատի տանը, պիլասոս անի, դու պիտի պիլասոս անես, ես պիտի խոհանոցում աշխատեմ, իհարկե հիմա շատեր կան, որ կնայենից կասեն, բայց դա նորմալ է, միգուցե նորմալ է, բայց երբ որ ամուսինդ առավոտյան ժամը 7-ին դուրս է գալիս և վերադառնում է ժամը 6-ին 7-ին, ես կարող եմ դա ասել աննորմալ է, որովհետև ու գիտը տունը ամբողջ օր դուք պատկերացնում եք, գալիս է տեսնում եմ մեքենան լցրած չի, ամուսինը գալիս խելոք լցնում է և այլն և այլն։ Դա չեմ ընդունում, որովհետև կա հարգանքը, երկկողմանի հարգանք, ես իմ ամուսնուն հարգել եմ ու հարգում եմ իր ֆիզիկական աշխատանքը, ինքը գնում աշխատում, գալիս, ծանր աշխատանքը, պատկերացնում եք, եթե ինքը գար, ես իրան ասեի, չէ դու, ես հիմա էսա կանեմ, դու ուրիշ բան, որ իմ ամուսինը լիներ բյուրոյի աշխատող, ինքը գար, ասել, դու ես ես մի բանը կանեմ, որպեսզի քեզ օգնեմ, կասե, վայ, հա, այս բանը դու վերցարա, էսի ես կանեմ։ Դա ուրիշ բան։ Դա ես համարում եմ նորմալ, բայց երբ որ տղամարդը ֆիզիկապես աշխատում է առավոտից երեկո եւ կան շատ ֆրանսիացի կանայք, որոնք որ ամուսնալուծվում են, որովհետեւ իրենց ամուսինը մի քիչ ուշ է գալի տուն, այսինքն 5-ին տուն չի գալի, 7-ին է գալի, հետո մնում են բանը այդ ահա ինչա չեմ կարող այդ բառն ասեմ մի քիչ տգեղա, առանց որևէ մի բանի գլխներին են տալիս։ Դրա համար ես կարող եմ ասել, որ Ֆրանսիայում
ֆրանսիացիների մենտալիտեն դա է։ Ֆրանսիացիների մենտալիտեն փոխադարձ հարգանք է, ֆրանսիացիների մենտալիտեն բավականին կուլտուրա ունեն խոսալու եւ կոմունիկացիայի մեջ, երբ որ ընտանիքներում կոմունիկացիա չի լինում, ամուսնալուծվում է, որովհետեւ երբ որ մի ընտանիքում չկա կոմունիկացիա, ուշադիր ինձ լսեք, չկա վեճ, չկա գորգռոց, այդ ընտանիքը բավականին շուտ ամուսնալուծվում է։ Գիտեք ինչու, մեկ-մեկը իմ կեսուրն ասում էր, մի ընտանիքում, որ վեճ չլինի, ուրեմն այդ ընտանիք չի։ Այսինքն, դու պետք է ինչ-որ մի բան պորտկաս խոսաս ամուսին թե մի կողմից դու ահի ու վերջում հետո զգում եք, որ երկուսն էլ սխալ եք կամ երկուսն էլ ճիշտ եք, այսինքն կոմունիկացիա կա։ Դուք պատկերացնում եք, դու գալիս ես, նստում ես, դու քո մտքինդ չես արտահայտում, ես նստում ես, ամուսին էլ այնտեղ իր համար է նստում, ինչ ա եղել, ասում ես ոչ մի բան, ինքը ինչ ա եղել, ոչ մի բան։ Անցնում է որոշ ժամանակ, տեսնում եք, որ դուք սառում եք, որովհետև մարդու սերը, զույգերի սերը, դա իր կոտիդիենն է, իր առօրյան է։ Եթե առօրյայում չկա ոչ մի կոմունիկացիա, ոչ մի, ինչ ասեմ, փոխադարձ հարգանք, այդ ընտանիքը ընտանիք չի։ Դրա համար ես կարող եմ ասել, որ ֆրանսիացիների մենտալիտետը դա է։ Մատրիարխ, կարող եմ ասել, այո, բյուջեն կառավարում է կինը, այո, գնումներն անում է կինը, այո, մեծամասնությունը, իհարկե տղամարդկանց հետ էլ են անում, որոշումը վերջին խոսքը ֆրանսիացի կանոջն է, այո, գեղեցիկ բառերով, շերի, նո շերի, bien sûr շերի, սիրելիս, առանց որոց մի տենց ռուսների մոտ, ռուսներն էլ ունեն տենց բաներ, տենց ой, любимчик мой, ой, дорогой, ой, такой, какой ты хороший, իհարկե այնտեղ որտեղ կա գումար։ Այստեղ չէ։ Ես ասեմ նաև ֆրանսիացիների մենտալիտետն ինչն է դուրս գալիս, իրենք տրվում են իրենց ամուսիններին 100%, այսինքն իրենք գաղտնիք չունեն իրենց ամուսինների նկատմամբ։ Ֆրանսիացիների մենտալիտեն մորալն է տեսակետից, բարոյական, ես կես-կես եմ, 50-50 եմ, երբ որ տղամարդը ուշադիր չի լինում իր նկատմամբ, երբ որ տղամարդը շատ կոպիտ է լինում իր նկատմամբ, տղամարդու համար ինքը յակա չկա, գիտեք ինչ ասում, ես մի կյանք ունեմ, Աստված ինձ մի կյանք է տվել, ես ժուանֆու մարդիկ ինչ կմտածեն իմ մասին, սա իմ կյանքն է, ոչ մեկ իրավունք չունեն խառնվել իմ կյանքի մեջ, սա իմ կյանքն է, c'est ma vie։ Եվ ինքը ամուսնալուծվում է, թեկուզ ունի 2-3 երեխա։ Դա ճիշտ եմ համարում, թե սխալ, իհարկե սխալ է, որովհետև իմ համար երեխա կա, բայց ճիշտ է, որովհետև այդ մարդու կյանքն է դա, ինքն ուզում է սիրել եւ սիրվել մինչեւ իր կյանքի վերջ։ Այդքանը սիրելիները, սիրելի Արմինե ջան, մենտալիտեն ֆրանսիացի կանանց եւ ռուսների եւ հայերի, այո, կինը վերջին խոսքը կնոջն է Ֆրանսիայում ամեն հարցում։ Առևտուր, գնումներ, բյուջե, թղթաբանություններ, վազվզել երեխաների տաներ բերել, զանգել դպրոց եւ այլն, հիմնականում ծնողական ժողովներին մայրերին ենք տեսնում, կան իհարկե հայրեր, իսկ այնտեղ որտեղ շատ հաճախակի տեսնում ենք կաֆեներում, ռեստորաններում երեխաների հետ պապաներ, ուրեմն իմացեք այդ ընտանիքները ամուսնալուծված են եւ երեխաները 50-50 են։ Այդպիսի բաներ սիրելիներս, սա մեր սիրելի Արմինեի տված հարցն էր, ժողովրդյան զանգ էր գալիս։ Սա մեր Արմինեի տված հարցն էր, հուսով եմ, որ պատասխանեցի, հուսով եմ, որ իմ հետևորդ տղամարդիկ չեն նեղանա, բայց ասեմ ձեզ, որ այստեղ նեղանալու ոչինչ չկա, տղամարդն ունի իր տեղը ընտանիքում եւ կինն ունի իր տեղը իր ընտանիքում։ Բնականաբար մեր ընտանիքը միքստ է, այսինքն ֆրանկո-արմենիան, հայկական եւ ֆրանսիա-հայկական ընտանիք է։ Կինը ես ինքս դրված այնպես է եղել, որ ես չեմ սիրել, որ իմ ամուսինը մտնի խոհանոց, որ սենց են բնականաբար այդ պակալենյան չի եղել, իմ ամուսինը հարգանքը երկու կողմանի, ես սիրել եմ, սիրում եմ, հարգել եմ, հարգում եմ, ես հարգել եմ իր ընտանիքին, իր մամային, պապային, մինչև կյանքի վերջի ես այստեղ ապրել են այստեղ, որտեղ իմ ամուսինն էլ է այդ տիպի մարդ,
Եվ նաև ես ձեզ մի բան պետք է ասեմ, իմ ընկերության շրջապատում էլ նմանապես ես ավելի շատ զգուշ եմ, որովհետև երբեմն ես իրենց հետ վերաբերվում եմ, որ ոնց որ հայերի հետ, բայց հետո զգում եմ, որ սխալ է եւ ես իմ սխալն ուղղում եմ։ Այսինքն ես միշտ այս ազգի հետ դիստանցիա եմ պաշտպանում, որովհետև շատերը կան, որ դա համարում են աննորմալություն։ Իմ այսօրվա շրջապատի ընկերուհիները ֆրանսիացիներ են, ովքեր բավականին նման են իմ հայ ընկերներին, այսինքն իրենց մենտալիտետը, իրենց ընտանիքի կառավարման ձևը, իրենց մոտ չկա իմը, քոնը, ամուսինն աշխատում է ֆիզիկական, ունեն անտրեպրիզներ բավականին, գալիս են տուն, կինը ճաշը պատրաստած է արդեն, տները մաքուր եւ այլ, թեկուզ նրան, որ կինն աշխատում է։ Սա է իմ հիմնական պատասխանը Արմինե ջան քեզ, իսկ հիմա շատերը կասեն ձեր ընտանիքում ոնց է, մեր ընտանիքում նույն ձև, մեր մոտ չկա իմ ու քո, մեր մոտ այդ կողմից ես դեմ եմ եղել, որ ամեն մեկս ունենանք մեր հաշիվները, մերը հիմնական է, մեր երկուսիս աշխատավարձը գնում է մի բյուջե։ Այդպիսի բան էր սիրելիները, սա Արմինեի հարցն էր։ Այսօր մեկը, չէ, այսօր չէ, ես նոր եմ կարդում, որտեղ ես 2 օր այդքան լավ չի զգում, Instagram-ում ինձ մեկը գրել է, որ խնդրում եմ Աննայի ջան, կարող ես ասել, ինչպիսին են Ֆրանսիայի սկեսուր եւ հարս հարաբերությունները։ Ասեմ ձեզ, սիրելիներս, սկեսուր եւ հարս հարաբերությունները աշխարհում ամեն տեղ նույնն են, ուղղակի միայն լեզուն է փոխվում։ Եթե ձեզ թվում է, թե չկա այստեղ այդ կոնֆլիկտները, կեսուր հարց եւ այլ, չարաչար սխալվում եք։ Ուղղակի ի տարբերության Հայաստանի, տղամարդկանց 90%-ը իրանց կանանց կողքն են։ 10%-ն էլ ձեռնպահ, ոչ թե մոր կողմը։ Երբ որ տղան ամուսնանում է, մայրը ընդհանրապես իրավունք չունեն ծնողները անդադզանգեն զնգ, արդեն քաշվում են հետ։ Եվ բացառությամբ այն տղաներից, ովքեր իրենց մամաներից շատ շնորհակալ են եղել, որ իրանք դժվար աշխատել են եւ այլն, բայց ասեմ ձեզ կան կեսուրներ, որոնք իրենց քիթն ուզում են անընդհատ խոթեն այդ մարդկանց ընտանիքում, միշտ դժգոհ են, թեկուզ հարսը քիթում մռութ եւ այլն։ Բայց 70% սկեսուրները բացարձակապես չեն խառնվում, անգամ տղան, որ զանգում է ամիսը մի անգամ, շաբաթը մի անգամ, հարսը զանգում է ամեն օր, իրանց համար դա կապ չունի, կարևորը, որ իրանց երեխաները երջանիկ լինեն, առողջ լինեն եւ իրար հետ լինեն։ Երբ որ ամուսնալուծում ես, սկեսուրը նույնպես չի քիթը խոթում, ասի ինչու ես ամուսնալ կամ այն հարսին փնովի կամ տղային փնովի, ասում է իրանց կյանքն է, սելողվի։ Իրենք են որոշողը։ Արդյոք ես մտել եմ իրենց ննջաս սենյակ, տեսել եմ, թե ինչ է կատարվում, ես իրավունք չունեմ դատել։ Ֆրանսիացիների մենտալիտետն եմ ասում։ Բնականաբար ժողովուրդ ջան, չի կարելի մի բան համեմատել, որ անհամեմատելի է։ Մի հատ խնդրում եմ հետ գնացեք 16, 15, 17, 18-րդ դարում անգամ ֆրանսիացիներն եղել են ավելի ազատ։ Ինչի մասին է խոսքը։ Պետք չէ համեմատել, սիրելիներս, անհամեմատելի բան է։ Հայաստանի բարքերը ուրիշ են, Հայաստանում մեր մենտալիտետն լրիվ ուրիշ է, ֆրանսիացիներին լրիվ ուրիշ է։ Ինչու։ Ես հիմա կասեք Աննայի, դու ո՞րն ես հավանում։ Բնականաբար հայկական, մեր հայ կանանց մենտալիտետն եմ հավանում, հայ խելացի կանանց, հայ կանանց, ովքեր մտածում են, գիտեք, ես Հայաստանում եմ ծնվել, Հայաստանում եմ ապրել, իմ մամայի, պապան այդ տարիքի մարդիկ են եղել, մեր մոտ միշտ եղել է այդ ազատամտությունը, հարգանք, փոխադարձ հարգանք։ Տղան պետք է ապրի առանձին իր կնոջ հետ, աղջիկներն առանձին, ամուսիններով պետք է մնան մենակ։ Սա է եղել միշտ իմ ականջի մեջ, եւ ես դա գտել եմ, որ դա տուտաֆե նորմալ, ամբողջությամբ ճիշտ է։ Իսկ ինչ վերաբերում է հայ մամաներին, որպես հայ մամա սկեսուր, ես գիտեք ինչ սիրում եմ մեր հայկական ջերմությունը, սիրում եմ, որ ասում եմ մեռնեմ կյանքից, սիրում եմ, որ սիրում եմ իմ տղային, հարսիս, ես տալիս ենք մենք, հայ մամաները այնքան շատ են տալիս, երբեմն որ հայ մամաներ կան, որ չարանում են իրենց հարսների վրա, ինչ որտեղ դրա տակ մի հատ բան կա թաքնված, ինձ թվում է,
որ մտածում է ուղեղում, ասում է, այդքան ես տամ ու ոչինչ չստանամ։ Գիտեք ինչ, սիրելիներս, ես միշտ ասում մեծից շատ մեծ բան է կախված, բայց երիտասարդներն են մեկ-մեկ չափն անցնում են։ Դրա համար ես էլի եմ ձեզ ասում, այստեղ չկա կշերքի վրա դնես, սա ծանր է, սա պիտի լինի երկու կողմանի հարգանք եւ սեր, եւ այդ ամենը արհեստական չպիտի լինի, օй սիրելի աղջիկից լավն է, հենց ոտը քաշի հետևից խոսած, կամ աղջիկը գալիս է, մամ ջան, բարև ձեզ, հետևից խոսա, ոտը քաշի հետևից խոսա։ Ես ձեզ մենակ մի բան կարող եմ ասել, կարող եմ ձեզ ասել, որ մենտալիտետների տարբերությունը բավականին շատ է, չպիտի համեմատել մի բան, որը անհամեմատելի է։ Ինչ վերաբերվում է ընտանիքների կառավարման ձևը եւ Ֆրանսիայում, եւ Հայաստանում, եւ Ռուսաստանում, եւ Ամերիկայում, եւ Գերմանիայում, եւ աշխարհի տարբեր տեղեր տարբեր են։ Կան Հնդկաստանում մի հատ sense ինչ ասեմ, հետամնաց ընտանիք, որ իրենց բյուջեն մեկ է, որովհետեւ իրանց մեջ կա սեր, հարգանք։ Եվ ամենակարևորը, ես գիտեք ինչ եմ մտածում, երբ որ տղամարդը, երբ որ իրենց բյուջեն մեկ է լինում, այդ ընտանիքում կա, ոնց ասեմ, հարգանք չէ, վստահություն, տղամարդը վստահում է իր կնոջը, եւ կինն էլ տղամարդուն է վստահում, ասում է, բայց ինչի՞ս պետք է, որ ես փողը առանձին դնեմ, արի միացի մի բյուջե անենք, տան մեջ այդ մեր փողը պահենք, կամ քարտերի վրա եւ երկուսս էլ ունենանք ամեն մեկս մի քարտ եւ այդ քարտը լինի մսյո եւ մադամի անունով։ Դե ինչ սիրելիներս, եկեք այսքանով ավարտեմ իմ այս փոքրիկ զրույցը։ Հուսով եմ, որ ձեր հարցերին պատասխանեցի եւ ասեմ ձեզ բարի դիտում եւ Անահիտը գնա հիմա իր գործերին։ Համբուրում եմ ձեզ, սիրում եմ ձեզ եւ շատ շնորհակալ եմ գեղեցիկ բարերի համար, շնորհակալ եմ նրա համար, որ դուք իմ հետ եք, շնորհակալ եմ իմ թիմի անդամներին, որ մենք 3000-ն ենք, 2000-3000 հավատարիմ, իմ հավատարիմ հետևորդներին, իհարկե շնորհակալ եմ նաեւ նրանց, ովքեր գրանցվել են եւ գրանցում են եւ բարի գալուստ Անահիտ Վլոգ, նրանք ովքեր դեռ չեն գրանցվել, կարող եք սխմել զանգին եւ միանալ Անահիտ Վլոգ։ Անահիտ Վլոգը հիմնականում ընտանեկան վլոգ է, այսինքն ընտանեկան ճակերտավոր, ունեմ փոքրիկ ընտանիք, ցույց եմ տալիս այն, ինչ պետք է ցույց տալ, եւ հիմնականում ուսուցողական եւ հիմնականում պոզիտիվ, դրական էներգիայով ալիք է։ Համբուրում եմ ձեզ, սիրում եմ ձեզ շատ եւ ինչպես միշտ սիրելիներս ձեզ ասում եմ պակա-պակա։ Ռեպորտաժը ավարտվեց։